Եվ շատ կար, հիմա ես ինչի համար եմ այս ամեն ինչը ասում։ Հիմա եկեք գնանք տեսնենք 2021 թվականին ինչ էին ասում ընդդիմությունը։ Ընդդիմությունն ասում էր Սևանը տվել է։ Սևանը տվել են։ Ընդդիմությունը ասում էր 21 թվի նախընտրական քարոզարշավին, ասում են եթե ԿՊ-ի օգտին քվեարկեք, հələ այն ժամանակ շատ բարեգութ էին։ Ասում էին բանի Սևանի արևելյան ափին նկատի ունեին Շորժայից միջև Մասրիկ, ադրբեջանցիներ են գարնու ապրել, եթե բանի ԿՊ-ի օգտին քվեարկեք։ Այսօր քանի ադրբեջանցի է ապրում Գեղարքունիքի մարզում, ժողովուրդ ջան։ Այսօր էլ նրանք նույն տրամաբանությամբ տեսնելով, որ մենակ Շորժա Մասրիկ հատվածը տպավորություն չի թողնում, հիմա էլ մտցրել են 300,000 ադրբեջանցու վերադարձի թեմա։ Ոնց որ 2020 թվին լրտեսական առաքելություն էին կատարում, ներդնելով Միչանցքի և 21 թվին Սևանի արևելյան ափի թեման, նույն ձևով այսօր էլ լրտեսական առաքելություն են կատարում, ներմուծելով 300,000 ադրբեջանցի թեմա, չի եղել այդպիսի թեմա, չկա և չի լինելու, որովհետև մենք փակել ենք կոնֆլիկտի էջը, բայց ես ձեզ ասում եմ նաև ուղիղ և առանց սեթևաթանքի, չկա և չի լինելու, 500,000 Ադրբեջանից հեռացած հայերի վերադարձի թեմա, չի լինելու, և ասում եմ, չի լինելու նաև պետք չի մեզ ուզում են ժողովրդան, անընդհատ պահեն գաղթականի պանդուխտի տրամաբանության մեջ, մեզ ուզում են, որ մենք մեր հայրենիքում նստած հայրենիք փնտրենք, մենք ուզում ինչի համար, որովհետև ուզում են, որ մենք մեր հայրենիքում մեզ տնվոր զգանք, և մենք ասում ենք ոչ, մենք հայրենիք փնտրելու կարիք չունենք, որովհետև մենք գտել ենք մեր հայրենիքը և մեր երազանքների հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ մենք և մեր սերունդները պետք է ապրենք հավիտյան։